Պարոն Համբարյան, քաղաքական դաշտում իրադարձությունները բավական հետաքրքիր եւ ակտիվ զարգացումներ են ապրում։ Հիմա նկատելի է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ բավականին լուրջ զարգացումներ են տեղի ունենում, հատկապես այսպես կոչված ընդդիմադիր դաշտում։ Ձևավորվում են բևեռներ, նոր դաշինքներ, ինչ զարգացումներ է առհասարակ նկատում եւ ինչի կարող է հանգեցնել այս ամենը։ Դե ասեմ, որ գործընթացները դեռ չեն ավարտվել, դեռ ժամանակ կա ավարտին, մինչև գոնե փետրվարի վերջ այս ակտիվությունը մենք հասարակությունը կտեսնի։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտի այս նոր բևեռներին, շատ նորմալ են վերաբերվում, ինքնըստինքյան ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերը թիմ ընտրություններից հետո շատ լավ հասկացան, որ իրենք միայնակ չեն կարող մասնակցել եւ հաջողություն ունենան եւ փորձում են դաշինքների միջոցով հասնել ինչ-որ հաջողության։ Եվ սա սպասելի էր, միայն պետք է նշեմ, որ խնդիրներ ունեն այն ընդդիմադիր կոչվող ուժերը, որոնք շատ արագ իշխանական դաշտից նետվեցին ընդդիմադիր դաշտ։ Սա խառնաշփոթ է ստեղծում հասարակության մոտ, այն առումով, որ հասարակությունը հիմա տարակուսանքի մեջ է, հավատալ նրանց, որ նրանք իրոք ընդդիմություն են, թե նրանք իրոք Բաղրամյան 26-ի ուրեմն ուղարկած անձինք են, որոնք նետվել են ընդդիմադիր դաշտ, խառնելու բոլորի խաղաքարտերը եւ խառնելու հասարակության ուրեմն կողմնորոշումը, թե դրանք իրական ընդդիմություն է, թե շինծու ընդդիմություն է։ Փաստորեն հիմա դաշտում կա ձևավորված արդեն երկու ընդդիմադիր դաշինքներ, ելքը եւ այսպես ասած Օհանյան-Օսկանյան դաշինքը, փետրվարի սկզբներին արդեն կհրապարակվի նաեւ Ծառուկյան դաշինքում ընդգրկված, այսպես ասած, կուսակցական անդամները, թե ովքեր են Ծառուկյան դաշինքում, որ դաշինքը ըստ էության ավելի մեծ շանսեր ունի, որն է ավելի ուժեղ բևեռ ընդդիմությունում եւ հավանական համարում եք Ծառուկյան դաշինքի եւ Օհանյան-Օսկանյան դաշինքի համագործակցությունը կամ բևեռացումը մեկ կենտրոնում ընդդիմադիր։ Բևեռացումը մեկ կենտրոնում չեմ համարում այս պահի դրությամբ հավանական, որովհետև ունեն խնդիրներ այդ երկու դաշինքները միմյանց միջև, բայց ոչ ոք չի կարող ասել, թե վերջում ինչ կլինի։ Մենք հիմա ունկնդրում ենք ուղղակիորեն շատ զարմանալի ուրեմն գործընթացներ, որոնք երբևիցե չէինք սպասում, ֆանտաստիկայի ժանրից էր, թե ով ուր է մտնում, ինչ նկատառումներով, ինչ նպատակներով, այնպես որ քաղաքականության մեջ ամեն ինչ էլ սպասելի է, չի կարելի ասել, որ չի կարելի ոչինչ բացառել, կարելի այսպես ասել, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ Օհանյան-Ծառուկյան դաշինքների միջև ինչ որ թե միավորում այս պահին դեռ չկա, բայց ժամանակ կա, կարող է մինչև ընտրությունները փորձ կատարեն եւ վերջնական միավորվեն։ Դուք, պարոն Համբարյան, խոսեցիք, այսպես ասած, քաղաքական դաշտում զարմանահրաշ երևույթների մասին, այնպիսի երևույթների մասին, որ չէինք սպասում կարող են իրականություն դառնալ։ Դրանցից մեկն էլ հենց այն էր, որ Պաշտպանության նախկին նախարարը ընդդիմադիր գործիչների շարքն է համախմբում, այսպես ասած, մյուս կողմից զարմանալի էր նաև Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի իրեն դուրս գրելը, այսպես ասենք, հանրապետական կուսակցությունից։ Ինչ է տեղի ունենում ՀՀԿ-ում եւ առհասարակ մի շարք ձեր խոսքերով ասած օդիոս կերպարներ եւս դուրս են եկել կամ պատրաստվում են դուրս գալ հանրապետական կուսակցությունից։ Այս ամենը ինչի արդյունքում է լինում։ Բաղրամյան 26-ի սցենարն է, ոմանք փորձեցին նկատել, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է փորձում այս կերպ խաղի մեջ անդամագրվել։ Չի կարելի բացառել, որ այստեղ նաև իր լուման ունի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ վերաբերվում է հանրապետական կուսակցության ներսում տեղի ունեցող իրադարձություններին, ապա պետք է նշեմ, որ ես հանրապետական կուսակցությունը չեմ դիտում դասական որպես կուսակցություն։ Դա ավելի շատ ակումբ է, որում կան բազմաթիվ բևեռներ եւ այդ բևեռների միավորողը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է։ Ինքնըստինքյան հիմա հանրապետություն ունի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը, որը իր կարելի ասել թիմով է ներկայացված արդեն հանրապետական կուսակցությունում, հիշում եք, նա դարձավ վարչապետ եւ անմիջապես երկրորդ օրը մոտ 7000 մարդ ընդգրկվեցին հանրապետական կուսակցության մեջ։ Ինքնըստինքյան հանրապետական կուսակցության մեջ իր թիմը նաեւ պետք է ձևավորի վարչապետ Կարեն Կարապետյանը։
բայց միևնույն ժամանակ կար խնդիր հանրապետական կուսակցությունը մաքրել օդիոս ֆիգուրներից, որոնք անընդհատ ինչ որ թե կրիմինալի մեջ էին թաթախված, անընդհատ ինչ որ թե սկանդալների մեջ էին թաթախված, կարող էին հագապետական նույնիսկ ելույթներով հանդես գալ եւ այդ անձանց շարքում էր նաև նույն Հովիկ Աբրահամյանը, որին մամուլը անընդհատ քննադատում էր, Մհեր Սետրագյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ ինքնըստինքյան նրանք դուրս մնալով հանրապետական կուսակցությունից գոնե ձևականորեն թեգուզ եւ եթե սա ամբողջությամբ շինծու է, պետք է որևիցե քաղաքական ուժի հետ սկսեին համագործակցել, որովհետեւ գիտեք, հետաքրքիր բան կա, այն քաղաքական գործիչը, որը ժամանակավորապես դուրս է մնում քաղաքական գործընթացներից, հետագայում շատ դժվար է նրան հետ վերադառնալ։ Պարոն Համբարյան, Գյումրիում հանրապետության երկրորդ քաղաքում ընտրությունները խոստանում են լինել վերջի շրջանում թերևս ամենաինտրիգայինը։ Ոչ միայն այն պատճառով, որ ներդրվել են ընտրական նոր կարգ, որը այսպես ասած ռեյտինգային ընտրակարգն է եւ ըստ էության ավելի մեծամասնական ընտրակարգի, այսպես ասած ավելի ընդգծված տեսակն է, Գլոբալ տեսակ։ գլոբալ տեսակն է, այո, այլ պայքար ընթանալու է ոչ միայն կուսակցությունների մեջ, այլ պայքար ընթանալու է նաև ներկուսակցական։ Այսինքն նույն հանրապետական կուսակցությունը ոչ միայն պայքարելու է մյուս կուսակցությունների հետ, այլ սուր պայքար է ծավալվելու նաև հանրապետական կուսակցության ներսում։ Մասնավորապես այս ընտրություններին հանրապետական կուսակցությանը այս կերպ գործի դնելով ռեյտինգային ողջ լծակները քանի տոկոս կհաջողվի խփել, արդյոք հաջողություն կունենա հանրապետական կուսակցությունը Շիրակի մարզում, ուր միշտ անհաջողակ է եղել։ Ասեմ ձեզ, հանրապետության նախագահան որոշեց մեկ հարվածով երկու նապաստակ սպանել։ Նախ ամենաառաջինը ինքը հիմա քննության է կանչել այն բոլոր լիդերներին, որոնք ժամանակին խոստացել են նրան ձայներ, ինչպես դուք ասեցիք, ինչքան ուզեն այդքան կխփի, այսինքն ինքը ոչ թե խփում էր միայնքն, այլ նրա տեղն էին խփում, եւ այդ անձինք երբևիցե այդ խփելու պարագան նորմալ չեն հասնել, այսինքն ցախողել են տարականորեն գոնե Գյումրու պարագայում։ Եվ հիմա այդ անձանց ներգրավել են ցուցակների մեջ, այսինքն այդ վարկանիշային ցուցակի մեջ են ներգրավել եւ նրանք պետք է համապատասխան քանակությամբ ձայն ապահովեն եւ ցույց տան հանրապետության նախագահին, որ իրենք արժանի են լինել տնօրեններ խոշոր հիմնարկություններում, որտեղ աշխատում է 5-ից 600 մարդ։ Եվ երկրորդը Սերժ Սարգսյանին բացարձակ անհետաքրքիր է միջանձնային հարաբերությունները, որոնք կարող են բավական սրվել այս ընտրությունների ընթացքում եւ նույն հանրապետական կուսակցության ներսում։ Սերժ Սարգսյանին դա բացարձակ չի հետաքրքրում եւ այս քանակությամբ մարդկանց ներգրավումը հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակ մեկ նպատակ ունի՝ մեծ քանակությամբ ձայներ ապահովել հանրապետական կուսակցության համար, որը ցանկանում է իր ձեռքում պահել իշխանությունը։ Պարոն Համբարյան, այսօր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց իր նորից քաղաքականություն մտնելու մասին, մինչ այդ նախկին քաղաքապետը հայտարարում էր, որ ինքը բիզնեսմեն է եւ շարունակելու է բիզնեսով զբաղվել։ Հիմա նա փաստորեն փորձում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել եւ արդեն հաստատել է, որ կուսակցության ցանկում է լինելու, չհամալրելով ԲՀԿ-ի շարքերը, ինքը փաստորեն ԲՀԿ կուսակցության ռեյտինգային ցուցակով է հավանաբար նաև մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Շատ նորմալ է վերաբերվում, ինքը միշտ իրեն լիդեր է համարել եւ հիմա ընտրությունները ցույց կտան, թե իրականում ինքը ինչ հնարավորություններ եւ շանսեր ունի։ Չնայած պետք է նշեմ, որ 5 տարի գրեթե 4 տարի ու կես չգտնվելով իշխանությունում ինքը բավական մեծ խնդիրներ ունի նոր թիմ ձևավորելու եւ ընտրություններին մասնակցելու առումով, նույն թափով ինչ որ ժամանակին անում էր եւ այստեղ կա նաեւ ֆինանսական ռեսուրսների խնդիր, ինչպես նաեւ կա վարչական ռեսուրսների խնդիր, որից նախկին քաղաքապետը միշտ օգտվել է եւ շատ մեծ օգուտ է ստացել այդ ամենից։ Հիմա իրականում կտեսնենք, թե ով ինչ հնարավորություններ ունի։ Գյումրիում փաստորեն մեկը մյուսի հետ մրցապայքարի մեջ են մտնում կերպարներ, մարդիկ, գործիչներ, ովքեր նախկինում նաև ինչ-որ խնդիրներ են ունեցել իրար հետ, անցած ընտրությունների ժամանակ չպարզված հարցեր, մրցակիցներ, կարելի է ասել, որ հանրապետության ղեկավարության կողմից նաև սա է անտեսվում,
սուրճ պայքար է փաստորեն լինելու Գյումրիում։ Դե եթե քաղաքական ղեկավարությունը այս ամենը հաշվի առներ, այս իրավիճակը չէր ստեղծվի, մեկ, երկրորդը մեր իշխանությունները ունեն շատ մեծ գլխացավանք Գյումրու առումով, իրոք իրենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել հանրապետության երկրորդ քաղաքում ծավալվող իրադարձություններին, որովհետև հաշվի առնելով այն ընտրապայքարը եւ այն ընտրապայքարի ձևերը, որոնք շատ դեպքերում նախընտրելի են մեր որոշ քաղաքական ուրեմն լիդերների կողմից, ես մտավախություն ունեմ, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ ֆորս մաժորային իրավիճակները շատ լինեն։ Շատ լավ կլինի, որ թեկուզ եւ մեր այդ բոլոր քաղաքական լիդերները, նախկին եւ ներկա քաղաքապետերը, պատգամավորները, գործող եւ նախկին հիմնարկ ձեռնարկությունների տնօրենները, ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները մի սեղանի շուրջ նստեն եւ ուրեմն գծեն այն սահմանը, որից այն կողմ ոչ ոք պետք է դուրս չգա, որովհետեւ Գյումրի շատ փոքր քաղաք է եւ շատ վատ սոցիալապես ապրող քաղաք է եւ այստեղ ամեն մի ինչ որ թե ժայթքում կարող է շատ մեծ պայթյունի պատճառ դառնալ եւ ես այս քաղաքի բնակիչ լինելով չեմ ուզում որովհետեւ մեր քաղաքում այդպիսի իրավիճակ ստեղծվի, հուսով եմ համապատասխան ստորաբաժանումները, համապատասխան իշխանական թևերը հաշվի կառնեն այս ամենը եւ կփորձեն ամեն ինչ տանել կոռեկտության սահմանում։ Չնայած շատ քիչ եմ հավատում սրան, որովհետեւ գիտեմ ով ինչի է ընդունակ, բայց հույս ունեմ, որ Բաղրամյան 26-ում իրենք իրենց ուրեմն տեխնազուներին կարգի կհրավիրեն, ինչպես նաև իրենց կողմից վերահսկվող ընդդիմադիր չագեշտավոր կոչվող անձանց եւս կարգի կհրավիրեն եւ թույլ չեն տա, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ Շնորհակալություն։